Բարև ձեզ, բարեկամներ։ Նկատի ունելով Հայաստանի ներկա ոչ բնականon քաղաքական իրավիճակը, որը մեծամասամբ իշխանության եկած պաշտոնյաների մտային անհավասարակշռված եւ իրականությունը ոչ ստապ ընկալու հետևանք է, թույլ տվեք անել որոշ մեկնաբանություններ, որոնք կարող են օգնել ձևակերպելու պատեհ կամ անպատեհ որոշումներ կայացնող պաշտոնյաների վարքագիծը, որոնք իմ կարծիքով անչափ կարևոր են հետագայում քրեական գործառույթների իրականացման եւ ընդունված փաստաթղթերը անօրինական ճանաչելու նկատառումով։ Այս մեկնաբանություններում չեմ ընդգրկելու խայտարակ կոռուպցիոն, համատարած հովանավորության, քրեորեն պատժելի քաղաքական դաշտը, այլ սահմանափակվելու եմ որոշ իրադարձությունների վերաբերյալ բժշկագիտական վերլուծությամբ աշխատելով առավել օբյեկտիվ ներկայացնել պաշտոնական Հայաստանը։ Ես Վարդան Կարագյուզյանն եմ, բժշկագիտական տեղեկատվության եւ բժշկական կիբեռնետիկայի որակավորմամբ երկար տարիներ ղեկավարել եմ ամերիկյան բժշկական գիտական կենտրոնը եւ որպես հայազգի իմ պարտքս եմ համարում անել մասնագիտական մեկնաբանություններ, որոնք կարող են օգտակար լինել այս կամ այլ հարցի վերաբերյալ։ Ես խորությամբ ըմբռնում եմ ներկա հայաստանյան խնդիրները, որոնք բազմաշերտ եւ բազմաբովանդակ են, սկսած ներքին սոցիալական խնդիրներից ավարտած արտաքին քաղաքական հարցերով։ Սակայն սկզբից թույլ տվեք նկատել, որ Հայաստանում ժողովրդավար երկրներին բնորոշ երեք առանցքային այն է օրենսդիր, գործող, դատական մարմինների ինքնուրույնությունը չի գործում եւ երկրում ցանկացած պետական նշանակությամբ որոշումներ կատարում են որևէ անհատի կամ նեղ շրջանակի կողմից։ Հայաստանում չկա որևէ մասնագիտական կառույց, որը կարող էր բազմակողմանիորեն ուսումնասիրել ցանկացած բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորության հետագիծը, ընդգրկելով ամբողջ անցած ճանապարհը, իր երկրի նկատմամբ ունեցած նվիրվածությունը։ Կարծում եմ այս առիթով որոշ տեղեկություններ կարող են ունենալ երկրի անվտանգության ծառայությունները, սակայն այն կարող են գրկել անձի վերաբերմունքը գոյություն ունեցող իշխանության նկատմամբ եւ ոչ ավելին։ Խոսքս այստեղ վերաբերում է որևէ անձի բնավորության, նախասիրությունների, պահելաձևի, պատասխանատվության զգացումի, վերջապես հոգեկան հավասարակշռված լինելու պատմագիրը։ Այս բոլորը կօգներ ճիշտ ընտրություն կատարել, սակայն օբյեկտիվորեն գնահատելով հայաստանյան իրավիճակը, կանխատեսելի չէ ստեղծել որևէ այդպիսի կառույց եւ կարծում եմ, որ մոտակա ապագայում նույնպես կանխատեսելի չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ավտորիտար երկիր է եւ որևէ անկախ կառույցների գործունեությունը բացառվում է։ Սակայն կարծում եմ, թեկուզ ուշացած այնուհանդերձ Հայաստանում պետք է հաստատվի մեկ այլ կազմակերպություն, որի գոյությունը խիստ անհրաժեշտ է առաջին հերթին պետության անվտանգության տեսակետից եւ վերլուծությունների արդյունքները, եթե ոչ բոլորին հասանելի, այնուհանդերձ դրված պետք է լինի յուրաքանչյուր падգամավորի սեղանին, քանի որ Հայաստանում ցանկացած պետական նշանակությամբ որոշումներ կատարվում են անհատի կամ նեղ շրջանակի կողմից, ինչպես բերվեց նախկինում։ Հետևաբար բացառված չէ որևէ պաշտոնյայի հոգեհուզական վարքագծի ազդեցությունը այս կամ այլ պետական կարևորագույն որոշումների կայացմանը։ Կարծում եմ Հայաստանում ընտրական օրենսգրքի փոփոխության հետ մեկտեղ պետք է հիմնադրել առողջության վերահսկման պետական կոմիտե, որը կարող է լինել անկախ որևէ ադմինիստրատիվ ծակներից եւ որի գործառույթը կարող է լինել բոլոր պաշտոնատար անձանց ամենամյա կամ երկամյա հետազոտություններ անցկացնելը, մասնավորապես հավանական նեյրոհոգեկան գենետիկ կամ ձեռքբերով, ինչպես նաև որոշ էնդոկրին հիվանդությունները հայտնաբերելու նպատակով։
վերոհիշյալ վարքագծով մարդկանց պատասխանատու պաշտոններում ներգրավել ունի պետական անվտանգության նշանակություն։ Եվ եթե շարքային քաղաքացու դեպքում այն քիչ անհանգստացնող է, ապա պատասխանատու պաշտոնների դեպքում գնահատական տալը անչափ կարևոր է։ Ուշ-ուշի հետևելով Հայաստանի Հանրապետության առանցքային դեմքերից մեկի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները տված մասսայական լրատվական միջոցներին թույլ են տալիս անել որոշ մեկնաբանություններ։ Սկզբից ասեմ, որ եթե որևէ անձի կողմից բերված ճարտասանությունը մասաների կողմից կարող է ընկալվել հռետորի կողմից վստահ եւ իրավիճակին տիրապետող անձնավորության, ապա բժշկական գիտական տեսանկյունից այն ընկալվում է փոքրինչ այլ տրամաբանությամբ։ Այստեղ ուշադրություն է դարձվում բառերի տրամաբանական ընթացքին, մտքերի կտրուկ փոփոխությանը, մեկ նախադասությունից մյուս անցնելու ժամանակային դադարին, թատերական ոճին, միմիկայի եւ ձեռքերի օգնությամբ թեման հրամցնելուն, ինչպես նաեւ ձայնային ելևէջների կտրուկ փոփոխություններին։ Մեծամասամբ որևէ հարցապնդումներին Փաշինյանի կողմից մեկնաբանությունները ունեն երկու կողմ։ Նա քաջ գիտակցում է որևէ հարցի տրամաբանական կողմը, սակայն սպասվող պատասխանը նա ներկայացում է հարցին չառաջվող երկարատև մեկնաբանությամբ, պատրանք ստեղծելով, որ պատրաստվում է բազմակողմյանորեն տալ սպառիչ պատասխան, իսկ իրականում կոնկրետ պատասխանին հատկացում է շատ կարճ ժամանակամիջոց, խորամանկաբար շրջանցելով կոնկրետ նյութը։ Այս երևույթը թերևս կարող է նկատվել բազմաթիվ մարդկանց կողմից եւ այն պարտադիր չէ գնահատել հիվանդակին։ Սակայն մեկ այլ դրվագներում նկատելի են լրիվ հոգեհուզական հիվանդության ներկայությունը։ Փաշինյանի մասնակցությամբ Գյումրիում իր խմբի մասնակցությամբ հանդիպումը հիշեցնում է ծնող եւ լսող երեխա դաստիարակչական քարոզ, որում վարչապետը զբաղված էր, այսպես ասած, ամեն ինչից հասկացող ծնողի դերակատարությամբ։ Դա բժշկագիտությանը հայտնի հոգեհուզական խառնվածքի ախտաբանական իրավիճակը բնութագրող նարցիսիզմի փայլուն օրինակ է, որը ենթադրում է ծայրահեղ ինքնագոհ հոգեխառնված, երբ բոլորը իրեն համարում են վերին բարձր ինտելեկտի, ամեն ինչից տեղյակ եւ անփոխարինելի անձնավորության։ Իդեպ, երբ մեկնաբանությունները լինում են առանց որևէ հարցապնդումների, ինչպես ականատես եղան Գյումրիում, ապա վարքագիծ լինում է ինչպես ձուկը ջրում եւ հայացքով փնտրում է ներկաների մեջ առավել իրեն մեծարողներ, հակուր տալով իր ներքին գոհունակությանը։ Նմանատիպ իրավիճակ մենք հանդիպում ենք նաեւ այլ հանդիպումներում։ Իսկ երբ հարցազրույցը լինում է կոնկրետ եւ թիրախային, ինչպիսին այն նկատվում է խորհրդարանում, ապա ի հայտ են գալիս իր հոգեվիճակի ախտանիշների յուրահատուկ տատերականություն, ձայնային ելևէջների փոփոխություն, առանձին դեպքերում նաև լկտի համեմատություններ։ Նա սկզբում իրեն տիրապետելով կարողանում էր անհամեմատ հանգիստ կեցվածք ձևակերպել, սակայն երբ հարցադրողները պահանջում են կոնկրետ պատասխան, նա կարող է վերածվել անզուսպ եւ ոչ համարժեք վարքագծով անձնավորության իր բոլոր անհավասարակշռած ախտանիշներով։ Բժշկագիտության դասակարգման ոչ համարժեք վարքագծով ախտանիշները ներառում են ներքին նյարդային եւ զգացմունքային անհավասարակշռություն, շրջապատի նկատմամբ վստահության կորուստ, կասկածամտություն, սուտ խոսելու, մտքերը յուրովի ձևակերպելու հակում, անսովոր ժեստեր, ծամացորություն, թատերականություն։ Առաջ անցնելով ասեմ, որ ես նպատակ չեմ հետապնդում նրա ոչ սահմանադրական, չէ նաև ոչ հայամետ որոշումները վերագրել հիվանդության, սակայն նկատել են որոշ հետևություններ կարող է արվել նրա հոգեկ վիճակի գնահատելու որոշման կայացմանը։ Գիտական դասակարգման հոգեկան անհավասարակշռված եւ հավանական հիվանդության ախտորոշման ամենավառ դրսևորից մեկը լինում է որևէ մտքերի անկազմակերպ թռիչքային անհասկանալի մեկնաբանությունները։ Օրինակ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունից մեկը,
որը իմ ձեռքի տակ կա, ես կարող եմ ներկայացնել ձեզ, որը դատողությունի զուրկ տրամաբանություն է։ Ես այն ցիտում եմ. պետության եւ չպետության միջև գոյություն ունեցող այդ ճեղքը եւ այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, որը պետք է խոստովանենք երկար ժամանակ, կանխորոշել է մեր մտածողությունը կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ։ Հետևություններ թողնում են ձեզ։ Բազմաթիվ են նմանօրինակ ցնդաբանությունները, ինչպես նաև անթարգի բազմաթիվ կրկնությունները։ Խոսքը բարեկամներ միայն մտքի շարադրման մեջ չէ։ Խոսքը դա մտքի արգասիքն է, իսկ միտքը իրական կյանքի հայլայն արտապատկերում է հոգեկան աշխարհում։ Վերջում ներկա իշխանությունների ձևավորման մեխանիզմի մասին որոշ խոսակցություններ։ Ներկա իշխանությունների ձևավորումը կատարվել է հավաքագրման եւ կադրերի ընտրությունը կատարվել է կամակատարի սկզբունքով։ Արդյունքում ձևավորվել է կառավարությունը գլխավոր արտաքին կամակատարի ղեկավարությամբ մի կառուցվածք։ Պաշտոնավորությունը Հայաստանում դարձել է բիզնես ունենալու համարժեք իրողություն, բացակայում է որոշումները քննարկող եւ զսպող մեխանիզմ, չկա պետական ֆինանսական վատումների դեմ պայքարող մարմին, վարչապետ եւ նրա համախոհները պետական միջոցները տնօրինում են ըստ իրենց հայեցողությամբ, երկրորդական պլան են եկել երկրի պաշտպանունակությունը, առողջապահությունը, կրթությունը։ Ներկայացված խնդիրները հայաստանյան ամբողջ ծաղկեփնջի միայն հոտն են, ամբողջ ծաղիկները թառամած են եւ չի գործում որևէ կառավարման ինստիտուտ։ Թերևս պատմության մեջ չկա դեպք, երբ երկրի իշխանությունը այդպիսի համառությամբ պայքարում է սեփական պետությունը լուծարելու համար։ Իսկ նպատակը Արցախի օրինակով թաքցնել թալանները եւ հաշվետու չլինել որևէ բանի առջեւ։ Դժում է ամբողջ ժողովուրդը, դժում է շարքային քաղաքացին, եթե այդ բոլորին հրապարակույներեն դեմ չառնվի, պետությունը կմահանա։ Պահանջում է անհապաղ ամբողջական հիմնական ուռուցքի հեռացում եւ շոկային միջոցառումներ մետաստազները այլ կերպ կառուցված կադրերը հեռացնելու համար։ Հայրենակիցներ, համոզված եղեք, Սփյուռքը մասնավորապես գիտակից ամերիկահայը հայաստանյան իրադարձություններին տեղյակ եւ խնդրահարույց է։ Ջիվաղները մեր պատմության մեջ միշտ եղել են։ Որքան ցեղասպանությունն է Թուրքի կոկորտին, նույնքան հայկական Սփյուռքը։ Պատմությունը ցույց է տվել, որ բոլոր սահմանները կամայական են։ Ես կարծում եմ պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը ամեն մի թափթփուկ չերազի անգամ հարց բարձրացնել ու մնաց որոշում կայացնել։ Ես Վարդան Կարագյուզյան եմ, նախկին ամերիկյան բժշկական գիտական կենտրոնի ղեկավարը, եւ ամենից առաջ ես հայ եմ։ Շնորհակալություն։